Առաջինի եթերում անդրամասներ են, բարև ձեզ, ձեզ հետ է Դավիթ Ստեփանյանը, այսօր իմ հյուրն է ժողովրդավարության եւ անվտանգության կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանը, բարև ձեզ, բարև ձեզ։ Պարոն Բլեյան, շարունակում է մեր քաղաքական դաշտի բյուրեղացման գործընթացը, ես հենց այդպես եմ դա կոչում, այսօր Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն տարածեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի շուրթերով, ըստ որի ՀԱԿ-ը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունների Լևոն Զուրաբյանի վարչապետի թեկնածությամբ։ Սա երևի թե ամենակարևորը չէ, ինչը ես կուզեի ձեզ հետ քննարկել, ուղղակի ինֆորմացիոն առիթը դա էր։ Պարոն Մանուկյանը նաև նշել է, այս դրա մասին ենք խոսելու, որ ՀԱԿ-ի համար այս ընտրությունները շատ կարևոր են, բայց ՀԱԿ-ը իր առջև չի դրել խորհրդարանում լինելու խնդիրը։ Նրա խոսքով Հայաստանի ինքնիշխանության ու պետականության կորստի փուլում է։ Եվ բոլոր այն ուժերը, որոնք խնդիր են դնում իրենց առջև ուղղակի լինել խորհրդարանում, նպաստում են իշխանության օրակարգին։ Ըստ պարոն Մանուկյանի, իրենք ՀԱԿ-ը նախընտրական պայքարի մեջ են մտնում ձևավորելու այնպիսի դաշինք, որով հնարավոր կլինի երկիրը փրկել գահավիժումից։ Խնդրեմ ձեր նկատառումները այս մտքերի շուրջ։ Գիտեք, իրենք հակասում են ինքն իրեն, որովհետև որովհետև ՀԱԿ-ը, նաև ինչ որ ժամանակ ՀՀՇ-ն, իրենք հենց խաղաղության կողմնակիցներն են, եւ եթե գիշեք 2008 թվականի Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը հիմնականում խաղաղության շուրջ էր։ Սթափվելու ժամանակը, եւ այսօր երբ մենք ունենք խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստ եւ սպասում է, որ հաջորդ տարի պետք է այդ ուղղությամբ աշխատանք կատարվի եւ բերի իր տրամաբանական ավարտին, այն է խաղաղության ստորագրման արդեն բուն գործունեությունը, թվում էր թե Տեր-Պետրոսյանի ուժը պետք է այս օրերին, շաբաթներին, ամիսներին լծված լինի հենց այդ գործին, բայց իրենք այսօր խոսում են պետության գահավիժման մասին, ես ներողություն չեմ զգում, որ պետությունը գահավիժում է, հակառակը, ես տեսնում եմ, որ պետությունը գնում է դեպի առաջ, մենք կարող ենք վիճել Տեր-Պետրոսյանի եւ այլոց հետ, թե արդյոք այդ տեմպերը մեզ գոհացնում են, թե արդյոք կան այլ գործողություններ, որոնք պետք է արվեն մեր կողմից, որոնք չեն արվում, բայց խոսել պետության գահավիժման մասին, ես դա անտրամաբանական եմ համարում, թող իրենք ցույց տան, թե կոնկրետ որն է ըստ իրենց պատկերացրած պետության գահավիժումը, այսինքն եթե իրենք մտածում են, որ եթե քաղաքացիական պայմանագիրը վերընտրվում է, դա իրենց համար պետության գահավիժում է, ապա իրենք պետք է բացատրեն, թե ինչով է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերընտրվելը բերում գահավիժմանը, ավելի շուտ շարունակում գահավիժում, այսինքն ի սկզբանե իրենք պետք է ցույց տան, թե որտեղ եք մենք գահավիժել, այսօր որտեղ են գահավիժում, եւ այն դեպի ուր կգահավիժենք, եթե Նիկոլ Փաշինյանը դառնում է նորից վարչապետ։ Ես ավելի շատ եմ կարևորում ընդդիմադիր հատվածի, ազգային ժողովի ընդդիմադիր հատվածի փոխփոխությանը, որովհետեւ մեզ պետք է ազգային ժողով, որտեղ կլինի ընդդիմադիր հատված, որը միտված կլինի Հայաստանի Հանրապետության զարգացմանը, ոչ թե Հայաստանի Հանրապետության գահավիժմանը, ոչ թե Հայաստանի Հանրապետության կազմաքանդմանը։ Եվ եթե Արամ Մանուկյանն ասում է, որ եւ նա շեշտը դնում է հենց իշխանության մասին, դա նշանակում է, որ նա սատարում է այսօրվա ուժերին, ընդդիմադիր ուժերին, ճակերտավոր ընդդիմադիր ուժերին, իսկ ավելի կոնկրետ պետության ընդդիմադիր ուժերին, եւ դա նշանակում է, որ իրենց պատկերացմամբ Հայաստանի բելարուսացումը դա գահավիժում չէ։ Ես կարծում եմ, որ հակառակը այն ուժերը, որոնք գտնվում են ազգային ժողովում, իրենք կողմ են եւ իրենք ձգտում են եւ իրենք նպաստում են, որպեսզի Հայաստանը օր առաջ բելարուսացվի, այսինքն կազմաքանդվի, այսինքն մեր հաշվին նորից Ռուսաստանը դիցուկ իր հարաբերությունները բարելավի Ադրբեջանի հետ, մեր տարածքների հաշվին, եւ ըստ Արամ Մանուկյանի իրենք հենց այդ օրակարգն են սպասարկում։ Եվ իրենք երբ այսօր ասում են գահավիժում չկա եւ իրենք փորձում են այդ գահավիժումը տեղի ունենա։ Մենք գահավիժում ենք 20-ին, 21-ին, 22-ին եւ 22-ի վերջից մենք մեր մեջ ուժ գտանք մեր դաշտակիցներին եւ թշնամիներին իրերն իրենց անունով կոչելու։ Ուշացումով, պարոն Բլեյան։ Մեծ ուշացումով։ Այո, սա էլ պետք է նշենք։ Հնարավոր է, եթե մենք շատ շուտ սկսեինք, մենք չունենայինք այդ ահավիրքները, թե 20 թվականի, թե 16 թվականի։ Ես օրինակ կարծում եմ, որ Արցախում հայեր կապրեին այսօր։ Այո։ Չգիտեմ ինչ պայմաններով, բայց կապրեին հայերային։ 13 թվականից այդ գահավիժումը սկսել է, թե ուզում եք։ Առնվազն։
Սեպտեմբերի 3-ին։ Այո, այստեղ էլ կարող ենք իհարկե վիճել, մենք կարող ենք ավելի վաղ անցյալ գնալ, բայց առնվազն 13 թվականին մենք տեսանք, որ տնտեսական վերջին այդ հնարավորությունները, որ մենք ունեինք, դա էլ մեզնից վերցրեցին, միայն թե այն բանի համար, որպեսզի այդ ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածությունները տեղի ունենան։ Եվ 3 տարի անց մենք ստացանք պատերազմ։ Այնինչ 3 տարի առաջ, 16 թվականից 3 տարի առաջ, 13 թվականին, երբ մեզ մտցնում էին Մաքսային միություն, հիմնական խոստումն այն է, որ դա ել ավելի կուժեղացնի մեր անվտանգային համակարգը Հայաստանի եւ Արցախի շուրջ։ Պարոն, տեսեք, նաև պարոն Մանուկյանը ասում է, որ իշխանությունը ունի ընդամենը 10%-անոց ռեյտինգ եւ նման պարագայում չհաղթել այս իշխանության ուղղակի ամոթ է։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ սա ոչ թե քաղաքական հայտարարություն է, քաղաքական ուժի, այլ պոպուլիստական հայտարարություն է, որովհետեւ հասկանալի է, որ 26-ի ընտրությունները չեն ավարտվելու այսպիսի, այսպես ասած տվյալներով 10% եւ ընդհանրապես ինչի են ասում չհաղթել ուղղակի ամոթ։ Այսօրվանից իրենք ընդունում են, որ այս ընտրություններում ամոթով են դուրս գալու։ Եթե փորձենք ռացիոնալ, հաշվարկենք բոլոր քաղաքական ուժերի շանսերը։ Չեմ զարմանա, որ եթե նրանք արդեն ի սկզբանե որոշել են ընտրությունների արդյունքները չճանաչել, ասել, որ իրենք եղել են կեղծված, ասեն, որ իրենք չեն համապատասխանել չափորոշիչների։ Մանդատները այդ դեպքում ո՞նց են վերցնելու, եթե դա կոնկրետ հակը ամենայն հավանականությամբ չի անցնի։ Ինձ թվաց դուք պարոն Մանուկյանն եք ցիտում։ Չէ, պարոն Մանուկյանն եմ ցիտում, այո։ Դե մնացածների պարագայում ես լիահույս եմ, որ ի վերջո այն օգնությունը, որ մենք ակնկալում ենք Եվրոպական միությունից, մոլդովական սցենարով, թույլ կտա մեզ չթույլատրել այն հակապետական ուժերին, որոնք հայտնի են, մասնակցել 26 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Այնքան լիահույս չէ, բայց լավատես եմ այդ առումով եւ ես իրապես հույս ունեմ, որ ի վերջո այդ գիտակցությունը կգա նաեւ քաղաքացիական պայմանագրի ղեկավարության մոտ, որ ընդդիմադիր հատվածը շատ կարեւոր գործառույթ է պետության զարգացման գործում։ Եվ միայն հույսը դնել իրենց վերընտրման վրա եւ եթե իրենք գրեթե վստահ են, որ իրենք վերընտրվեն, դա բավարար չէ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման ընթացքն ապահովելու համար։ Իրենց նույնպես պետք է որպեսզի ազգային ժողովում լինի մի այնպիսի ընդդիմադիր ուժ, որի հիմնական նպատակը կլինի ժողովրդավարությունը, խաղաղությունը, եվրոպական ընթացքը եւ իրավունքի գերակայությունը։ Այն ուժերը, որոնք դիտարկվում են որպես ընդդիմադիր ցավոք, եւ ես շատ ցավով եմ փաստում այդ հանգամանքը, որ իրենց անվանում են ընդդիմադիր հատված, որովհետև իրենք ընդդիմադիր հատված չեն, ընդդիմադիր դա այլընտրանքային ինչ-որ բան պետք է լինի, իրենք որևէ այլընտրանք Հայաստանի Հանրապետության զարգացման չեն ներկայացնում։ Իրենց այլընտրանքը պետության չլինելն է, իրենց այլընտրանքն է նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, իրենց այլընտրանքը մեղրի լաչինացումն է, իրենց այլընտրանքը Հայաստանի բելարուսացումն է։ Սա է իրենք ուզում։ Դաշնակցություն, Ռոբերտ Քոչարյան, Հանրապետական կուսակցություն, Սերժ Սարգսյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Գագիկ Ծառուկյան, մեր ձևով Սամվել Կարապետյան, Նարեկ Կարապետյանն, Սամվել եւ Նարեկ Կարապետյաններ, կաթողիկոս հայ առաքելական եկեղեցու վերնախավ, բոլորը աշխատում են այդ ուղղությամբ։ Դա հնարավոր չէ չտեսնել։ Եվ ես հույս ունեմ, որ այնքան գիտակից կլինի առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը, որ կհասկանա, որ չի կարելի իրենց թույլատրել մասնակցել քաղաքական process-ներին, որովհետև դա հակաժողովրդավարական գործընթաց կլինի։ Դա կնշանակի, որ 26 թվականի ընտրությունները կլինեն ազատ, բայց անարդար։ Բայց իրենք պարտավոր են ապահովել թե ազատ, թե արդար ընտրություններ։
Բամբլյան, եւս մեկ հայտարարություն պարոն Մանուկյանի հնչեցրած, ես հատուկ չեմ ծախսելու մեր ժամանակը ՀԱԿ-ի նախընտրական հեռանկարների եւ պարոն Զուրաբյանի վարչապետ դառնալու ուղղությամբ, բայց այսպեսի մի հետաքրքիր միտք նա ասաց, պարոն Մանուկյանը նա ասաց, որ փորձելու ենք ձևավորել կոալիցիա տարբեր քաղաքական ուժերի, իրավաբանների, իրավապաշտպանների, մտավորականների հետ։ Որքանով եք ընդհանրապես, ինչպես եք գնահատում այս ընդդիմադիր սեկտորի կամ այս ընդդիմադիրների, այնուամենայնիվ ընդդիմադիրներ են շանսերը միավորվելու, որովհետև իրոք միավորման դեպքում, եւ մենք պետք է սա հաշվի առնենք, նրանք շանս ունեն հայտնվել առնվազն խորհրդարանում։ Այո, ես հավատում եմ, որ իրենք շանս ունեն եւ ամենայն հավանականությամբ կհայտնվեն խորհրդարանում, եթե իրենց թույլատրվի մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Եվ եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցում է իրենց, ապա մեծ հավանականություն կա, որ առնվազն 2-3 քաղաքական ուժ կհայտնվեն ազգային ժողովում։ Բայց այնուամենայնիվ ես չեմ հավատում, որ իրենք ունենան այնքան բավարար ձայներ, որպեսզի կարողանան իշխանություն ձևավորել։ Եվ որն է նպատակը Հայ ազգային կոնգրեսի մասնակցության ընտրությունների, ես դժվարանում եմ ասել, որովհետև ես նորից եմ ասում, իրենց հիմնականում ՀԱԿ-ը ասոցացվել է խաղաղության հետ։ Այսօր Արամ Մանուկյանը մի բառ չխոսեց խաղաղությունից։ Հետևաբար ինչն են իրենք առաջարկում։ Քաղաքական կոնյունկտուրային համար նպատակահարմար չէ այս պահին խոսել խաղաղությունից, ես այդպես եմ հասկանում։ Բայց չէ՞ որ քաղաքական ուժը պետք է ունենա ինչ-որ ուղեդիշներ, հա, կներեք այդ բառի համար գաղափարախոսություն, չէ՞։ Ես չեմ կարծում, որ գաղափարախոսությունը պետք է որ փոխվի։ Արամ Մանուկյանը պետք է դրանից խոսեր, որոնք են այն գաղափարական հիմքերը, որոնց հիման վրա իրեն գնալու են ընտրությունների։ Ինչ են իրենց առաջարկում։ Եվ եթե այդ հիմքերը փոփոխվել են, ինչու են այդ հիմքերը փոփոխվել, ինչ է տեղի ունեցել։ Տարբերություն կա, թե ով է բերում խաղաղությունը։ Օրինակ 2008 թվականին 2010-11 թվականին երբ Սերժ Սարգսյանը փորձում էր Թուրքիայի հետ հարաբերություններ բարելավել, ես դրան կողմնակից էի։ Ես էլ։ Այո։ Այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն էր այդ process-ը առաջ տանում, ինձ չէր կաշկանդում լինել դրան կողմնակից եւ հնարավոր է որ եթե 2008 թվականին մենք իրապես կարողանայինք գայինք այդ համաձայնությունների, հնարավոր է մենք չունենայինք արդեն թե 2013 թվականի այդ տնտեսական ճգնաժամը եւ մեզ մցրեցին մաքսային միություն, թե 16 թվականի քարորիա պատերազմը, 20 թվականի 44-յա պատերազմը։ Այսինքն շատ հնարավոր է որ եթե հայ-թուրքական սահմանը բացվեր Ցյուրիխյան պրոտոկոլներով, մենք չգնայինք այն արհավրիկների միջով, որոնց միջով մենք գնացինք։ Եվ հետևաբար ես այդ տարիներին սատարել եմ Սերժ Սարգսյանին։ Գոնե Թուրքիայի հետ հնարավորություն կունենենք պայմանավորվել։ Այո։ Եվ մենք ունենայինք արդեն պայմանավորել, մենք կփորձենք պայմանավորել։ Շրջափակումը չէինք ունենա։ Մենք տեսնում ենք արդեն այսօր դեռ ապա շրջափակումը չսկսած, արդեն մենք տեսնում ենք եւ զգում ենք այդ հնարավորությունները ցորենի, բենզինի եւ մնացածի կտրվածքով։ Եվ պատկերացնում եք 2008 թվականից առ այսօր որքան իրավիճակ կփոխվեր։ Պարոն, մի փոքր էլ խոսենք իշխանության մասին։ Նախընտրական համատեքստում իդեպ որոշում է կայացվել այդ թվում նաև կառավարության պահուստային ֆոնդից 3.5 միլիարդ դրամ ընդհանուր գումարը ուղղել պարգևավճարների համար, պետական համակարգի աշխատողների, շատ խոսվեց ազգային ժողովի մասին, բայց ոչ միայն ազգային ժողովն, ամբողջ պետական ապարատն է պարգևատրվելու։ Ես անձամբ կարծում եմ, որ միանշանակ պարգևատրումները անհրաժեշտ են, բայց պետք է թիրախային լինի այդ գործընթացը։ Այսինքն, եթե մարդը մասնագետ է, բարձր կվալիֆիկացիա ունեցող մասնագետ է, միանշանակ նա պետք է եւ բարձր աշխատավարձ ստանա, եւ պարգևավճար ստանա, որտեղ նա անում է այն աշխատանքը, որը ոչ բոլորն են կարողանում անել։ Բայց որքանով է ճիշտ մոտեցումը, ըստ որի համահարթեցման ճանապարհով բոլորն են ստանում այդ ամբողջ պետական հսկա ապարատը ստանում է պարգևավճար։ Սա որքանով է ճիշտ եք համարում կամ սխալ եք համարում եւ ընդհանրապես նախընտրական շրջանում սա արդյոք չի բերում որոշակի բևեռացմանը իշխանության եւ ժողովրդի միջեւ։ Ես էլ եմ կողմ, որպեսզի ընդհանրապես պետական աշխատողները բարձր աշխատավարձ ստանան, իդեպ շատ զարգացած եւ զարգացող երկրներում հենց այդպես է։
Երբ դու ունես պետական աշխատող, դա նշանակում է դու շատ բենեֆիտներ ունես, բարձր աշխատավարձ ունես, տարատեսակ հնարավորություններ ունես, ես դրան կողմնակից եմ, բայց ես նաև համաձայն եմ ձեր հետ Դավիթ, որ դուք ասում եք պետք է տարբերություն լինի։ Այսինքն եթե ես եւ դուք աշխատում եք նույն գրասենյակում եւ դուք շատ լավ եք աշխատել, ես սուրճ եմ դնում շեֆի համար, իսկ դուք մեծ նախագծեր եք գծում, որոնք օգտագործվում են ինֆրաստրուկտուրայի համապետական մասշտաբով զարգացման նպատակներով։ Եվ մենք ստանում ենք երկուսս էլ պարգևավճար։ Այսինքն այստեղ պետք է ինչ-որ մի ձևաչափ աշխատեր, որը նաեւ հաջորդ անգամ կխթաներ մնացած աշխատողներին, որպեսզի իրենք ավելի շատ աշխատեն, ոչ թե ավելի շատ նվիրված լինեն իշխանությանը, այլ ավելի շատ նվիրված լինեն իրենց գործի, որպեսզի հետագայում հաշվարկվի իրենց առաջընթացը, իրենց առաջադիմությունը եւ խրախուսելի լիներ, որոնք կստանան հաջորդ պարգևավճարը։ Ես շատ կուզեի, որ օրինակ թոշակառուների մասով մի նմանատիպ բան լիներ, որովհետեւ այնուամենայնիվ թոշակները մնում են ցածր։ Այնուամենայնիվ թոշակները մնում են, հա, բարձրացել են, բայց եղել է գնաճ։ Այսինքն այդ առումով ես կարծում եմ շատ լավ կլիներ, բայց ես բնականաբար տեսնում եմ այստեղ նախընտրական ինտրիգ, ընդ որում մենք դա տեսել ենք Վրաստանում, երբ օրինակ բանկային հիպոթեքներ էին, տոկոսներ էին ներվում, չեմ հիշում արդեն մանրամասները, բայց Իվանիշվիլին այդ գործառույթն օգտագործում էր հաշվի առնելով իր հնարավորությունները, իր բանկային առավելությունները։ Ես այնուամենայնիվ շատ եմ ուզում, որպեսզի թոշակառուները հասկանան, որ իրենց ապարածը եղել է իզուր չի եղել, որովհետև երբ թարապես համեմատում ես իրենց ստացած գումարները եւ համեմատում ես առօրյա կյանքի հնարավորությունները, դու տեսնում ես, որ դրանք անհամատեղելի են, այսինքն եթե թոշակառուն ինքը միայնակ է եւ չունի հարազատներ, ապա ինքը այս կյանքից կտրված վիճակում է ապրում։ Այստեղ է, որ պետք է իշխանությունը եւ ես կողմ կլինեի նույնիսկ եթե նախընտրական պարագայում իրենք շատ իրենց շեշտը դրվեր հենց թոշակառուներին, հնարավորինս շատ տարատեսակ բենեֆիտներ եւ գուցե նաեւ հավելավճարներ ուղղելու վրա դրած լիներ։ Եվ վերջում եւս մի շատ կարևոր հարց, պարոն Բլեյան, որպես հիմնավորում շատ է խոսվում այն մասին, երբ որ այդ պարգևավճարները տալիս են, որ պետական ապարատը բավականին էֆեկտիվ է աշխատել եւ հետեւաբար պետք է խրախուսվի, այսինքն մարդիկ գործ են արել, որոնք բարձրացրել են օգտակար գործողության գործակիցը, կառավարության օրինակ աշխատանքի կամ նույն ազգային ժողովի աշխատանքի, դրա համար խրախուսվում են։ Հարցը ընդհանրական է, 25 թիվը ըստ ձեզ, ավարտում ենք տարին, որքանով է էֆեկտիվ եղել պետական կառավարման համակարգի համար, որքանով է առաջընթաց ապահովել այդ կառավարումը, որքանով է էֆեկտիվ աշխատել եւ ընդհանուր առմամբ արդյոք ժամանակն է եւ պահն է խրախուսել այդ պետական համակարգը։ Գիտեք, ես կարծում եմ, որ պետական համակարգը ավելի մեծ փորձությունների անցել նախորդ տարիներին 22, 23, 24 թվականներին եւ 25 թվականին համեմատաբար պետական համակարգը եղել է կայուն վիճակում ի համեմատ մնացած նախորդ տարիների եւ հետաքրքիր է վերհիշել թե արդյոք օրինակ 24 եւ 23 եւ նախորդող տարիներին մենք ունեցել ենք այդ պարգևավճարները այդ մակարդակի միշտ էլ մենք ունեցել ենք հիշում եմ տարեվերջին, բայց արդյոք այդ մակարդակի են եղել այդ պարգևավճարները, արդյոք այդ արդարացման են եղել այդ 23-ին ենք մեկ էլ ունեցել մեծ պարգևավճար 24-ին չեն եղել չէ 23-ին մեծ են եղել բայց 24-ին չէ դե 25 թվականը ինքը հիմնականում եղել է կայուն ի համեմատ նախորդ տարիների եւ հետեւաբար կարծում եմ այստեղ մեծ այնպիսի ցուցիչներ չկան, որոնց շնորհիվ մենք կարող ենք փաստել, որ պետական համակարգի աշխատողները կարողացել են առավել կայուն աշխատել եւ առավել գործուն ջանքեր գործադրել, քան նախորդ տարիներին։ Եվ այստեղ կարծում եմ ավելի շատ նախընտրական սցենար է սա։ Որովհետև եթե օրինակ 24 թվականին մենք նման բան տեսնենք, 23 թվականը ես կարող եմ հասկանալ, 24 թվականն էլ ես կարող եմ հասկանալ, բայց 25 թվականին հիմնականում մենք տեսել ենք, որ
Իշնորհիվ արդեն Միացյալ Նահանգների հետ մեր ունեցած ռազմավարական համագործակցության խարտիայի, որը փաստացի բացառեց պատերազմը, իսկ մեր ոչ կայուն լինելը հիմնականում պատերազմ լինել չլինելով էր պայմանավորված։ Եվ հետևաբար 25 թվականը հակառակը եղել է ավելի շատ զարգացող։ Այո, պետական ապարատը աշխատել է հաջող այն առումով, որ մենք շատ հաջողություններ ենք գրանցել այս տարի, թե ռազմավարական համագործակցությունների տարատեսակ երկրների հետ կնքման առումով, բայց պետական համակարգի կայունությունը երևում է նաև քաոսային եւ ճգնաժամային իրավիճակներում իրենց դիմակայունությամբ, իրենց աշխատավոճով, իրենց կայունությամբ այդ ժամանակ է, որ պետք է տեսնել, թե արդյոք կարողացել են իրենք դիմագրավել այդ արհավիրքներին, այդ փորձություններին եւ եթե այո, խրախուսվեն։ Պարոն Բլեյան, ես իրականում շատ եմ ցանկանում, որպեսզի 26-ը լինի այնպիսի տարի Հայաստանի համար, մեզ բոլորիս համար, որ մենք պետական ապարատը այնպիսի արդյունքներ գրանցի, որ մենք տարվա վերջում նույնիսկ ամաչենք խոսենք պարգևավճարների մասին, այսինքն այդ պարգևավճարները տրվեն միլիոններով եւ մենք միայն դա ողջունենք, իսկ ձեզ մաղթում եմ, որ այս տարին 26-ը լինի ձեզ համար բոլոր իմաստներով առողջ եւ արգասաբեր տարի, հարցազրույցի համար շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, փոխադարձ։ Մեր հյուրն էր ժողովրդավարության եւ անվտանգության կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։ Ասել էինք, չէ, դեկտեմբերը նվերաշատ է։ Մինչև դեկտեմբերի 31-ը Fast Bank-ի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Դալմա եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր։ Եվ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։ Սիրելի հայաստանցիներ, շնորհավորում եմ բոլորիս 2026 թվականի գալստյան կապակցությամբ։ Սա Հայաստանի պատմության ամենախաղաղ տարին է եւ այդ խաղաղությունը մենք միասին ենք բերել Հայաստանին։ Հիմա իսկական ժամանակն է զբաղվելու ստեղծագործ աշխատանքով։ Դարձրեք 2026-ը ձեզ համար անմոռանալի տարի եւ անպայման կատարեք ճիշտ ընտրություն։ Շնորհավորում եմ։
Մեր եթերը շարունակվում է, 3 հանրայինի եթերում արտգործնախարար Արարատ Միրզոյանը տարին ամփոփելով նշել է մի քանի կարևորագույն մտքեր մեր արտաքին քաղաքական հենասյուների մասով եւ նաեւ ընդհանուր առմամբ խոսելով այն քննադատության մասին, որը մեր երկրի ներսում կա հայտնի ընդդիմադիր շրջանակների կողմից գեներացվում է, այդ շրջանակների կողմից նա մի քանի անգամ որակել է տարբեր այդ ուղղություններից որպես անհեթեթություն։ Անհեթեթություն է օրինակ, երբ որ ասում են, որ Թրամփի ուղին, որը որ կապում է Եվրոպան, Եվրամիությունը, Միջին Ասիայի, Կենտրոնակ Ասիայի հետ, դա օրինակ ընդհանրապես Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող ճանապարհ է, որը եւ այդ նախագիծը հիմնականում ծառայելու այդ նպատակին։ Օրինակ, անհեթեթություններից անցնենք իրական քաղաքականությանը եւ այսօր խոսելու ենք այդ իրական քաղաքականության մասին, իրական արտաքին քաղաքականության մասին, ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ։ Բարև Բադալյան, իրական քաղաքականությունը մեր երկրի 25-ին ինչպիսին էր արտաքին։ Ես շնորհակալ եմ հրավերի համար։ Ես վերջերս մտածում էի, այսպես տարին ամփոփելով, եւ եկա այն եզրակացության, որ 2025 թվականը թերևս 2019 թվականից սկսած ամենահաջող տարին էր Հայաստանի Հանրապետության կյանքում, թե ներքին մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, թե որոշ օրենքների եւ նախագծերի իրականացման առումով, եւ թե իհարկե արտաքին քաղաքականությանը վերաբերող, որովհետեւ մենք ստեղծեցինք մի շարք ռազմավարական գործընկերություններ, ել ավելի խորացրեցինք արդեն գոյություն ունեցողները, ուղղությունները բավականին շատացրեցինք, դիվերսիֆիկացրեցինք եւ այն ամենը, ինչի մասին մենք խոսում էինք 21 թվականից սկսած, այն բոլոր ցանկությունները, որոնց մասին սկզբում որպես խոստում, հետո որպես ցանկություն, մենք դրանք բոլորը կարողացանք դարձնել շոշափելի եւ հետեւաբար 2025 թվականը շատ կարեւոր, նույնիսկ կարծում եմ, որ տարիներ հետո մենք այն կանվանենք նաեւ պատմական կամ պատմականորեն, այսպես բավականին լուրջ տարի Հայաստանի Հանրապետության կյանքում։ Եվ իրականում այո, ես կիսում եմ պարոն Միրզոյանի անհեթեթ ձևակերպումը նման այսպես քննադատություններին կամ ընդհանրապես օգտագործվող այդ խոսույթին, տարբեր խոսույթին, որովհետև Թրամփի ուղին, որը կարծում եմ հենց իմ նշածի համատեքստում շատ շոշափելի դարձավ հատկապես 25 թվականի օգոստոսի 8-ին, ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված հուշագրերի, ինչպես նաև նախաստորագրված խաղաղության պայմանագրի շրջանակներում խոսում է այն մասին, որ այդքան պարզունակ չի ամեն ինչ, այսինքն մի ամբողջ հայ-ամերիկյան ենթակառուցվածքներին վերաբերող այդպիսի լուրջ նախագիծը, որը կոչում ենք Թրամփի ուղի, սահմանափակել եւ ընդհանրապես այսպես տեղավորել այդ մի փոքր, Ադրբեջանից Նախիջևան անցման միջանցքով, եւ անվանել Զանգեզուրի միջանցք։ Դա անհեթեթ Հայաստանի ներսում են անվանում Զանգեզուրի միջանցք։ Եկեք խոստով անենք, որ դա իրոք անհեթեթություն է, այսինքն սա նույնիսկ մեկնաբանել չի կարելի, բայց փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի ստվար զանգված, նույնիսկ այն ամենաանհեթեթ մտքերը հասկանալու համար կարիք է տեսնում մեկնաբանությունների եւ մենք ստիպված ենք բոլոր անհեթեթությունները ամեն օր պարտադիր եթերում պարզաբանել։ Դիգին Բադալյան, պարզ է, որ պարոն Միրզոյանը արտաքին գործերի նախարարն է շատ հարցերին չի պատասխանում կամ պատասխանում է շատ սահմանափակ, ամենայն դեպ դա նորմալ պրակտիկա է, ես հարցազրույցը դիտելիս շատ հարցերը մնացին անպատասխան մեծ հաշվով, եւ դա նորմալ է, ես նորից եմ ասում, դուք պատգամավոր եք, ես ընդհանրապես քաղաքական մեկնաբան եւ հարցս հետեւյալն է. հայ-թուրքական հարաբերություններում ըստ ձեր տեղեկությունների, ըստ ձեր մոտեցումների, միգուցե զգացումների, ինչ զարգացումներ կարող ենք սպասել օրինակ հունվար կամ փետրվար ամիսներին։ Որովհետև դուք էլ ընկալեցիք որպես ակնարկ պարոն Միրզոյանի խոսքերը։ Ну այո, ես որ համադրում եմ այն տեղեկատվությունը հետ, որ օրինակ ես ունեմ, ինձ մոտ հարցեր են առաջացնում, էլի հարցեր են առաջանում։ Տեսեք, քանի որ արդեն տևական ժամանակ է այդ բանակցությունները գնում են եւ դա գաղտնիք չէ, բոլորս շատ པարզ եւ թափանցիկ, բոլոր բանակցողները կամ բոլոր նրանք, ովքեր ներգրաված են այդ ամբողջ բանակցային գործընթացում, շատ པարզ եւ թափանցիկ հաշվետվություն տալիս են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին։
տարիներին, հա, եւ որևէ բան գաղտնի չեն պահում, բայց մենք պիտի հասկանանք մի բան, որ սա ճանապարհ է, որ մենք պիտի անցնենք, եւ մենք ունենք այն վստահությունն ու այն կամքը, որ այդ ճանապարհի վերջում անպայման մենք գրանցելու ենք հաջողություններ եւ արդյունքներ, շոշափելի արդյունքներ ենք գրանցելու։ Ես կարծում եմ, որ մենք այդ ճանապարհի բավականին մեծ մասը արդեն անցել ենք եւ եկել է պտուղները քաղելու ժամանակը, եւ միևնույն ժամանակ ես ինքս էլ չեմ տիրապետում ինֆորմացիայի այն աստիճան, որ ձեզ կարողանամ հստակ ժամկետ ասել, դա հունվարին է, փետրվարին է, թե տարվա երկրորդ կեսին է, բայց այնուամենայնիվ ես էլ ունեմ այդ լավատեսությունը եւ նույնիսկ ինչ որ միտեղ նաեւ վստահությունը, որ մենք կունենանք արդյունքներ 2026 թվականի ընթացքում։ Անհեթեթություններ տարածողները շատ դեպքերում պնդում են, որ հենց այսպիսի ձևակերպումներով, որ չի կարելի լինել երկու տիրոջ ծառա։ Դե սա շատ բանի մասին է խոսում իրականում, լավ դա դնենք մի կողմ։ Հիմա պարոն Կոպյուրկինը, Ռուսաստանի դեսպանը Հայաստանում մեծ հարցազրույց է տվել հայտնի ԶԼՄ-ին ռուսական Հայաստանում, որտեղ պնդում է, որ Ռուսաստանը այստեղից ոչ միտեղ գնալ չի պատրաստվում, ունի բավականին մեծ եւ լուրջ ծրագրեր, որոնք իրականացնելու են նաեւ 26-ին, եւ ընդհանուր առմամբ գոհունակությամբ հայտնում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կան կայուն զարգացող հարաբերություններ, որոնք փոփոխության ենթակա չեն։ Մենք այս ամենի համատեքստում ընդունում ենք Եվրամիության մասին օրենք, փաստացի մեր վրա պարտավորություն ենք վերցնում, մենք չենք պարտավորություն վերցնում, կառավարությունն է պարտավորություն վերցնում, որ երկիրը տանելու է դեպի Եվրամիություն եւ ինչ որ դանդաղ քայլերով, բայց ոնց որ թե շարժվում ենք դեպի ԵՄ։ Հիմա ում ծառան ենք մենք։ Ընդհանրապես ես զերծ կմնայի մեզ ծառա անվանելուց, որովհետեւ ես դրա համար նշեցի ովքեր են դա ասում։ Կարծում եմ, որ մենք արդեն այս ընթացքում կարողացել ենք ամենայն դեպս ապացուցել, որ մենք չենք պատրաստվում ծառայել որևէ այլ երկրի, որևէ այլ ուժային կենտրոնի, այլ մենք շատ լավ հասկանում եւ ընդունում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ի հեճուկս մեզ մատուցված տարիներ շարունակ այն կարծիքների եւ պնդումների, որ դե ինչ անենք, մեր աշխարհագրական դիրքն է այսպեսին, դե ինչ անենք, մենք թույլ ենք, դե մեզ ինչ որ մեկը պիտի օգնի, հեճուկս այդ բոլոր կարծիքների մենք վերջին տարիների ընթացքում կարողացանք ապացուցել, որ սխալվում են բոլորը, Հայաստանի Հանրապետությունը ունի այնպիսի մեծ պոտենցիալ, որ այն կարող է դառնալ ամբողջ աշխարհի համար այո խաղաղության խաչմերուկ եւ մենք դա արեցինք։ Ինչ ծառայի մասին է խոսքը։ Մենք ընդհանրապես տերեր չենք փնտրում եւ խոստացել ենք դա ժողովրդի եւս մեկ անգամ ենք խոստանում, մենք որևէ տեր չենք փնտրելու։ Մենք անխատեսելի չեք ուզում լինեք գործընկերների համար։ Դա շատ ծիծաղելի է եւ կարծում եմ, որ նման արտահայտություններ կարող են անել սեփական շահերը չգիտակցող մարդիկ, ինչու, որովհետեւ բնականաբար երբ որ դու համագործակցում ես ինչ-որ մեկի հետ, քեզ ձեռնտու է, որ դիմացինը լինի կանխատեսելի, որովհետեւ դու իմանաս նրանից ինչ սпасել, ինչ չսпасել։ Բայց երբ որ մեր հայրենակիցները մեզանից են պահանջում լինել կանխատեսելի, դա նշանակում է, որ նրանք պաշտպանում են մեր գործընկերների շահերը, ոչ թե մեր շահերը։ Նեղացած գործընկերների։ Այո, այսպես փորձենք չնեղացնել որևէ մեկին, այսինքն ինչու մենք պիտի լինենք կանխատեսելի, որպեսզի մեզ հետ հեշտ լինի իրենց պատկերացմամբ։ Կամ սա շատ պարզունակ մտածողություն է, որ անընդհատ խոսում են այդ մասին, բնականաբար դա մանիպուլյացիա է։ Երբ որ ես եւ դուք պիտի իրար հետ համագործակցենք, ես ձեզանից պիտի պահանջեմ կանխատեսելիություն, որպեսզի կարողանանք մենք իրար հետ նորմալ համագործակցել։ Դուք էլ բնականաբար ինձանից պիտի ակնկալեք կանխատեսելիություն։ Բայց եթե ես լինեմ ամբողջությամբ կանխատեսելի, օրինակ նորից պրոյեկտենք Հայաստանի Հանրապետության վրա, Հայաստանի Հանրապետությունը 30 տարի եղել է շատ կանխատեսելի իր գործընկերների, ինչպես նաև ցավոք սրտի թշնամիների համար, հակառակորդների համար, բոլորի համար եղել է կանխատեսելի։ Եվ դրա արդյունքում մենք ունենք այն, ինչ որ ունենք։ Եվ չունենք այն, ինչ չունենք։ Ինչ որ պիտի ունենայինք եւ ինչ որ կարող էինք ունենալ։ Եվ այս դեպքում բոլորը ունեն իրենց կարծիքը, թող իրենց կարծիքը բարձրաձայնեն, Հայաստանի Հանրապետության քաղաքացին էլ ինքը կորոշի, թե ով պիտի իրենց առաջնորդի եւ Հայաստանի Հանրապետությունը ինչպիսին պիտի լինի։ Կանխատեսելի թե անկանխատեսելի։ Կա մի հարց, որը իրականում որի պատասխանը ես չունեմ, փաստորեն ստացվեց, որ պարոն Միրզոյանն էլ չունի։ Ադրբեջանում շարունակում են հնչել հայտարարություններ։ Զանգեզուրի միջանցք քիչ է հնչում, բայց հնչում է արևմտյան Ադրբեջան, համիշտ մոռանում եմ։ Արևմտյան Ադրբեջան 300,000 ադրբեջանցիներ, մի խոսքով նարատիվները հայտնի է այդ բլոկը։ Եվ այդ ամենը արվում է այն ֆոնին եւ այն համապատկերում, երբ որ ադրբեջանական բենզին է եկել Հայաստան, Ադրբեջանի տարածքով տարանցումով ցորեն է գալիս Ռուսաստանից եւ Ղազախստանից,
Ընդհանուր առմամբ Ադրբեջանը թրիպի մասնակից է։ Ինչու՞։ Իմ կարծիքով սա ունի սոցիալ-հոգեբանական պատճառներ։ Տեսեք, մի քանի տասնամյակ այս երկու ժողովուրդները իրար հետ պատերազմել են, արյուն է թափվել, կորուստներ ունեն երկու կողմերն էլ ահռելի եւ ցավալի, ողբերգական կորուստներ ունեն երկու կողմերն էլ։ Եվ բնականաբար շատ դժվար է հաղթահարել, ժողովուրդների մասին եկեք մտածենք, ոչ թե առաջնորդների երկրների, շատ դժվար է այդ հոգեբանական անջրպետը անցնել եւ շատ դժվար է ընդամենը մի քանի ամսում որոշել, որ այսուհետև մենք խաղաղ պիտի ապրենք եւ խաղաղ ապրենք, որովհետեւ այն ընտանիքները, որոնք կորուստներ ունեն, նրանց շատ դժվար կլինի բերել այդ դաշտ, խաղաղության դաշտ։ Նրանք իրենց հոգու խորքում ցավ ունեն։ Երբ խոսքը վերաբերում է առաջնորդներին, ապա տեսեք, Նիկոլ Փաշինյանը համենայն դեպս իմ ճանաչած կամ տեսած բոլոր առաջնորդներից տարբերվում է նրանով, հատկապես պատերազմից հետո սկսած այս փուլում, որ չվախենալով կորցնել համագիրներ, չվախենալով երբեմն նույնիսկ իր շուրջ գեներացվող ատելությունից եւ այլն, իր ժողովրդի հետ խոսում է շատ պարզ եւ շատ հասկանալի լեզվով։ Բայց դա այնքան դժվար գրեթե անհնարին է անել մեկ այլ երկրի առաջնորդի համար, որի երկրում լրիվ նույն տրամադրություններն են, նույն տրամադրվածություններն են եւ այլն, եւ նա կարող է ընդհանրապես կորցնել իր իշխանությունը եւ հետեւաբար շատ դեպքերում քաղաքականության մեջ տարբեր նարատիվներ են այսպես առաջ մղվում, տարբեր դիսկուրսներ են բացվում, սա ժամանակ է պահանջում, պիտի շատ աստիճանաբար ժողովուրդը դրան պատրաստվի։ Եվ եթե մենք ինչպես կողմնորոշվենք այս իրավիճակում իմ կարծիքով մենք պիտի կողմնորոշվենք ստորագրված եւ հրապարակված փաստաթղթերով։ Իդեպ ուզում եմ օգտվելով արդից ասել, որ ստորագրված եւ չհրապարակված փաստաթղթեր կամ չլուսաբանված փաստաթղթեր չկան։ Որքան էլ որ անդադ ընդդիմությունը փորձի ասել այս պայմանավորվածությունը կա, սա այսպես են արել, բանավոր են պայմանավորվել եւ այլն, չկան, բանավոր այնքան պայմանավորվածություններ կան, որոնք նախկինում էլ հուսադրում էին ժողովրդին, բայց դրանք իրականություն չդարձան։ Թե մինչև 18 թվականը, թե մեր իշխանության առաջին փուլում։ Այնպես որ բանավոր պայմանավորվածությունները դրանք վստահելի չեն։ Կան գրավոր, ստորագրված, երաշխավորված փաստաթղթեր։ Պետք է առաջնորդվել դրանով, որովհետև փաստերն էլ ցույց են տալիս, որ հենց այդպես է լինում է։ Այսինքն Ալիևի խոսուտը գործողություններին չի համապատասխանում։ Այո, բացվել է ճանապարհ եւ մեր տարբեր այսպես գործարարներ կարողանում են իրենց անհրաժեշտ հումքը ավելի էժան ենթակառուցվածքով հասցնեն Հայաստան։ Փաստը սա է։ Խոսույթը մի բան է, փաստը մեկ այլ բան։ Եվ հետեւաբար ես առաջարկում եմ առաջնորդվել դրանով, մեր ժողովուրդը մի քիչ ավելի խոհեմ է, որովհետեւ մի փոքր ավելի այսպես արագ կարողացավ խաղաղությանը համակերպվել, բայց դա անհնարին չէ նաև մեր ժողովուրդների դեպքում։ Պարզապես մեզ պետք է մի փոքր համբերություն եւ մի փոքր ավելի սթափ, սառը դատողություն եւ ավելի հստակ եւ վստահ քայլեր, որ պիտի արվեն առաջիկայում։ Դուք պարգևավճար ստացել եք։ Այո։ Հիմա ես կխնդրեմ ձեզ մոռանալ այդ մասին, որ ստացել եք դեկտեմբերին, եւ քննարկել մի փոքր այս թեմանից հետ։ Տեսեք, ես վստահ եմ, որ պետական ապարատում հիմնականում ստանում են բավականին ցածր աշխատավարձ, եթե մենք համեմատենք այլ սեկտորների հետ։ Ես վստահ եմ, որ պետական ապարատում կան շատ լավ մասնագետներ, որոնք շատ մեծ աշխատանք են տանում, որոնք պետք է միանշանակ ստանան պարգևավճար եւ այդ պարգևավճարը պետք է միլիոնների հասնի։ Դա նորմալ է։ Բայց ես նաեւ վստահ եմ, որ պետական ապարատում եւ ազգային ժողովում կան մարդիկ, որոնք ուղղակի արժանի չեն այդ պարգևավճարի, որտեղ իրենք չեն աշխատում։ Ուղղակի չեն աշխատում։ Եթե խոսքը գնում է ազգային ժողովի մասին, խոսքը գնում է կոնկրետ կոճակ սեղմողների մասին, այսպես ասեմ, որոնք ուրիշ բան չեն անում։ Այդ մարդիկ չպետք է ստանան պարգևավճար։ Հիմա ուզում եմ նաև լսել ձեր տեսակետը, դուք ինչպես եք կարծում, արդյոք ճիշտ է բոլորին տալ պարգևավճար, ուղղակի դրա համար, որ մարդիկ աշխատում են պետական ապարատում եւ ստանում են միգուցե ցածր աշխատավարձ։ Տեսեք, դա ազգային ժողովի ամբողջ աշխատանքը չի, որ տեսանելի է եւ բոլոր պատկանողների աշխատանքը չի։ Որոշ մարդիկ։ Տեսեք, ես հենց որոշ մարդկանց մասն եմ խոսում։ Մարդիկ կան, որոնք հանրային, դաշտում իրենց ընկալումը զուտ կոճակ սեղմող է, ուրիշ որևէ բան չեն անում,
հանրային ընկալմամբ, բայց նրանք բավականին շատ աշխատանք են տանում իրենց համայնքի բնակիչների հետ, բավականին շատ աշխատանքներ են տանում կամ շատ կարևոր են նաև շատ տարբեր քննարկումների ժամանակ։ Սա շատ հարաբերական եւ քննարկելի հարց է։ Ինձ այս ամբողջ պատմության մեջ միակ բանը, որ այսպես շատ զարմացրել է, անկեղծ ասած, այն է, որ որևէ մեկը չի խոսում այն մասին, որ ընդդիմությունն էլ է ստացել այդ պարգևավճարը։ Այսինքն թիրախավորված են միայն իշխանության ներկայացուցիչները։ Ես ազգային ժողովը հիշատակում եմ որպես օրինակ։ Տեսեք, ձեր ասացի պետական ապարատի 3 միլիարդ 500 միլիոն, եթե չեմ սխալվում։ Ձեր ասացի համատեքստում մի բան ասեմ, կառավարությունը մշակել է արդեն, շատ երկար փորձում էին մշակել այդ սկզբունքը եւ տեխնիկական այսպես հնարավորությունները ինչպես իրականություն դարձնել եւ 2026 թվականից KPI-ներ են դրվել բոլոր նախարարություններում։ Այսինքն, որպեսի ձեզ մոտ այդ անարդարության զգացումը չառաջանա եւ նաեւ ներսում, որովհետեւ այո, ներսում էլ է առաջանում, հա? Ներսում էլ դու տեսնում ես, որ դու օրնիվուն աշխատում ես, անընդհատ ինչ որ բաների մեջ ես, անընդհատ թիրախավորված ես, անընդհատ ինչ որ շատ տարբեր իրավիճակներ են եւ մարդիկ, որոնք հանգիստ ապրում են, քո ռեպուտացիան է զոհաբերում վերջը։ Իհարկե, սա ամենակարևորն է եւ ամենաթանկը ու ամենաանվերականգնելին իրականում եւ հետեւաբար այդ անարդարության զգացումը ներսում էլ կարող է լինել։ Համենայն դեպս կառավարությունը հստակ ներդրել է KPI-ները, որոնք որ կգործեն 2026 թվականի հունվարից եւ բոլոր վարչության աշխատակիցները, նախարարները, փոխնախարարները ըստ KPI-ների նրանք արդեն կստանան իրենց աշխատանքին համարժեք պարգևավճարներ։ Չեն աշխատել, չեն ստանա, քիչ են աշխատել, քիչ կստանան, շատ են աշխատել, շատ կստանան։ Ես կարծում եմ, որ այս փորձարկումից հետո, երբ որ կառավարությունում դա արդեն հստակ կստացվի եւ կկարողանան բնականաբար սկզբում մի փոքր դժվար կլինի, արդեն դա կտարածվի նաեւ ազգային ժողովի վրա, ինչու ոչ։ Ես դրա հետ լրիվ համաձայն եմ, որովհետև մասնավոր ընկերությունները հիմնականում շատ վաղուց են աշխատում KPI-ներով, շատ վաղուց։ Եվ դա իրոք շատ հաջողված մոդել է եւ շատ հաջողված աշխատելավոճ է եւ մարդիկ ձգտում են, մարդիկ գիտեն, որ եթե շատ աշխատեն, իրենց աշխատանքը գնահատող է լինելու։ Եվ հետեւաբար քայլ առ քայլ մենք փորձում ենք պետական համակարգը եւս բերել այդ վիճակին եւ սա էլ խրախուսող մեթոդ է նաեւ, որովհետեւ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կառավարության շատ տարբեր ապարատներում, շատ տարբեր ենթա, այսպես բաժանումներում, ստորաբաժանումներում շատ տարբեր, շատ մարդիկ ուղղակի գնում են աշխատանքի, ինչպես է այդ հայտնի արտահայտությունը, հա, կա, գնում են սուրճ են խմում, դրա համար աշխատավարձ են ստանում, դրա համար աշխատավարձը քիչ է։ Սա դուրս կգա արանքից, մարդիկ սկսեն աշխատել։ Երրորդ կառավարական շենքի մի լիրիկական շեղում անենք մի փոքր մեր զրույցի վերջում, շենքի մոտ կանգնած մարդ էի սպասում, մի քիչ ժամ կանգնել եմ։ Ուրեմն մարդիկ էին գալի, հիմնականում կանայք, տաքսիների մեջից էին դուրս գալի, թանկանոց մեքենաների մեջից էին դուրս գալի, մուշտակներով, բաներով ցած հագնված ու մտնում էին շենք։ Կառավարության։ Այո։ Այդ նախարարություններում աշխատողներն են, որոնք ստանում են 100-150, միգուցե 200,000 դրամ աշխատավարձ։ Ինձ մի անգամից հարց առաջացավ, մարդիկ ընդհանրապես ինչի են գալիս աշխատանքի։ Եվ այդ աշխատանքը, այսպես ասած, խլում այն մարդկանց ձեռքից, ովքեր այդ 150-200,000 դրամի կարիքը ունեն։ Այսպիսի երևույթները շատ են մեր հասարակությունում։ Դե տեսեք, նայեք, օրինակ մենք Ես վստահ եմ, որ իրենք ամսական ավելի շատ փող են ծախսում այդ գնալ գալու համար, քան թե օրինակ այդ իրենց աշխատավարձը։ Տեսեք, երբ որ մենք ատեստավորման համակարգը ներդրեցինք, հիշում եք ինչպեսի աղմուկ այն բարձրացրեց, բայց նպատակը նույնն էր։ Այսինքն մենք ունենք, տեսեք, դիցուկ դպրոցներում վերցնենք։ Ես գիտեմ օրինակներ, երբ որ շատ հաջող աշխատում են։ Մեր ժամանակներում էլ կային ուսուցիչներ, որոնք որևէ բան չէին անում, եւ ուսուցիչներ, որոնք քեզ մինչև այդ օրը մի գիտելիք ավել տված չլինեին, քեզ տուն չէին թողնում, եթե պետք լիներ մինչև շատ ուշ գիշեր կարող էին քեզ հետ նստել, բայց իրենք իրենց պարտականությունը ճիշտ էին կատարում։ Դա միշտ է եղել։ Եվ գաղտնիք չէ, այսօր էլ է այդպես։ Մենք բոլորս էլ ունենք եւ այսպիսի ծանոթ ուսուցիչներ եւ այնպիսի ծանոթ ուսուցիչներ, հա։ Ինչու պիտի բոլորը հավասար աշխատավարձ ստանան։ Ատեստավորման համակարգը հրաշալի էր։ Սկզբում մեծ աղմուկ, բողոքներ, մինչև այսօր էլ տարբեր բողոքներ կան, հատկապես այն ուսուցիչների կողմից, ովքեր որ ալարում են հաղթահարել։ Իդեպ հիմնականում ալարում են։ Շատ քչերն են կամավոր մասնակցում այդ գործընթացում եւ դա էլ է ցուցիչ։ Ամբողջ գործընթացով անցնեն, մի երկու բան ավել սովորեն, մի երկու բան ավել պատասխանեն եւ այլն, նույնը
զինված ուժերում էլի ատեստավորման համակարգ։ Դե պարտադիր է, եթե չեմ սխալվում։ Էլի մենք ունեինք, չէ՞, այդ խնդիրը, էլի ունեինք զինվորականներ, որոնք հայրենիքի համար իրենց կյանքն էին պատրաստ տալ եւ պատրաստել այնպիսի զինվորներ, որոնք կկարողանային պաշտպանել հայրենիքը եւ ունեինք ուղղակի մարդիկ, որոնք որ ուղղակի իրենց այդ կոչումը օգտագործում էին շատ այլ հարցեր լուծելու համար։ Ատեստավորման համակարգը այս խնդիրը լուծել է։ Կառավարությունում KPI-ը կլուծի այս խնդիրները եւ աստիճանաբար դրանք կտեղափոխվեն ազգային ժողով։ Բայց օգտվելով առիթից եւս մեկ անգամ մեզ օրնի բուն է, որ ամեն օր մտածում են լավ այսօր ինչի համար հայհոյենք։ Այդ մարդկանց ուզում եմ հիշեցնել, որ ձեր սիրելի քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւս ստացել են այդ պարգևավճարները։ Հանգստացեք։ Շնորհավոր բոլորիդ ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Շնորհավորում եմ ձեր ամանորը եւ Սուրբ Ծնունդը, Տեկին Բադալյան, հուսով եմ, որ 26-ը ձեզ համար կլինի բոլոր առումներով գեղեցիկ տարի եւ շնորհակալություն, որ այսօր եկաք։ Ես էլ եմ շնորհակալ, իրոք 25-ը, եթե մենք ետ նայենք, կհասկանանք, որ Հայաստանի Հանրապետության կյանքում շատ վաղուց այսպիսի հաջող տարի չէր եղել։ Եվ ես կարծում եմ, որ 25 թվականը հիմքեր է ստեղծել, եւ դա այդպես է, ոչ թե ես եմ կարծում, հիմքեր է ստեղծել շատ ուժեղ 26, 27 եւ 28 թվականներ ունենալու համար։ Եվ ես դա ձեզ մաղթում եմ։ Հուսանք։ Մեր հյուրներ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։ Ասել էինք, չէ, դեկտեմբերը նվերաշատ է։ Մինչև դեկտեմբերի 31-ը Fast Bank-ի ցանկացած Visa ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր։ Եվ այսպես շարունակ։ Եթե չունես Visa ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։ Սիրելի հայաստանցիներ, շնորհավորում եմ բոլորիս 2026 թվականի գալստյան կապակցությամբ։ Սա Հայաստանի պատմության ամենախաղաղ տարին է եւ այդ խաղաղությունը մենք միասին ենք բերել Հայաստանին։ Հիմա իսկական ժամանակն է զբաղվելու ստեղծագործ աշխատանքով։ Դարձրեք 2026-ը ձեզ համար անմոռանալի տարի եւ անպայման կատարեք ճիշտ ընտրություն։ Շնորհավորում եմ։ Մեր եթերը շարունակվում է, շատ կարևոր է խոսել նաև մի փոքր Վրաստանի մասին, հաշվի առնելով, որ Վրաստանը շարունակում է մնալ մեր տարածաշրջանում գոնե այս պահին առանցքային երկիր, որի միջոցով մենք մեր բոլոր բեռնափոխադրումներն ենք իրականացնում, եւ այսօր շատ հետաքրքիր մի հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramova, ելույթ ունենալով տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ընթացքում նա հայտարարել է, որ Հայաստանից եկել է հերթական առաջարկը ներմուծել Ադրբեջանի տարածքից նավթամթերք եւ այս խնդիրը, որը կար Վրաստանի հետ, կապված շատ բարձր մաքսատուրքերի հետ, որի մասին նորից նշեց Բայրամովը, կարծես թե լուծվել է
Եվ այս պահին գործող տարիֆները համաձայնեցվել են ընկերությունների միջև, այդ թվում նաև վրացական, հայկական եւ ադրբեջանական, եւ ըստ պարոն Բայրամովի այս խնդիրը վերջնականապես փակված է եւ այլևս որևէ խնդիրներ, համենայն դեպս ես այդպես դա հասկացա պարոն Բայրամովի խոսքից, այլևս Վրաստանի եւ Ադրբեջանի միջև չեն լինելու։ Թեմայի շուրջ այսօր զրուցելու ենք տեսակապով կոնֆլիկտաբան Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար Պաատա Զաքարիաշվիլիի հետ, որը մեզ միացել է Վրաստանի Թբիլիսի մայրաքաղաքից։ Приветствую вас, господин Закаришвили. Добрый вечер, приветствую наших зрителей. Я только что представлял нашим телезрителям на армянском языке заявление, сделанное сегодня на итоговой пресс-конференции министра иностранных дел Азербайджана Джейхуном Байрамовым. Он отметил, что от Армении поступил запрос о продаже очередной партии нефтепродуктов, и встал вопрос о транспортировке через территорию Грузии. В очередной раз отметив, что достаточно высокие цены, касающиеся транзита, тариф, применяемый Грузией, действительно очень высок, Байрамов ответил, что на данный момент руководство Грузии вмешалось в ситуацию, и вопрос уже решен. Тариф согласован между компаниями в соответствии с рыночными условиями. Пользуясь случаем, он также поблагодарил руководство Грузии, отметив, что вопрос решен, и этот маршрут снова будет использоваться. На ваш взгляд, решен ли вопрос окончательно, поскольку Байрамов об этом не сообщил, или же речь идет исключительно о разовой акции? То есть известно, что первый раз нефтепродукты поступили в Армению вообще без каких-либо, без растаможки, то есть там не были применены таможенные пошлины. Да, и сейчас вот Байрамов говорит, что вопрос решен. Или же речь идет уже об окончательном решении этого вопроса? У вас есть какие-либо сведения, возможно, точка зрения? Окончательных сведений пока нет, но в самом деле в самой Грузии внутри обсуждался этот вопрос, и все понимали, что было на каком-то уровне, в каком-то звене был какой-то недоработок. И почему-то все захотели все свалить на какие-то ведомственные интересы, что какие-то ведомства, таможенники, наверное, или какие-то перевозчики решили, что за такой короткий путь никто не заметит, это как-то внутренние кавказские дела, это не какие-то международные крупные, хотя почему не должно быть международные дела, это отношения наших соседей, то же самое, но почему-то вот в контексте соседства почему-то было понято, что это как-то прямо не касается международных отношений, то есть международной торговли, тарифов, и можно как-то по-своему, скажем так, по-своему между нами договориться о чем-то и зависеть тарифы. И все свалили, что на ведомственные какие-то, скажем так, неполадки, и есть ощущение того, через прессу, по крайней мере, что в самом деле этот вопрос решен, и Грузии никак не выгодно иметь портить отношения со своими добрыми соседями, как с Азербайджаном, так и с Арменией. По крайней мере, первое такое направление, такое заявление говорит о том, что как будто это окончательно решено. Хотя наилучший вариант был бы, если между Грузией, Азербайджаном и Арменией, между соответствующими, скажем так, ведомствами, не обязательно на уровне правительства, те, которые занимаются перевозками и тарифами, чтобы между этими службами был достигнут договор и подписан договор о тарифах и о движении тарифов, например, о динамике тарифов, чтобы это все было технически все прописано, это был бы наилучший вариант. А не решение какие-то премьер-министра бесплатно даваться, а потом это как будто все в порядке. Это на словах не должно быть только решено. Кстати, так уж получилось, что сегодня отреагировал и министр экономики Армении Георг Папаян, который заявил, что первоначальный тариф на транзит грузов из Азербайджана в Армению по железным дорогам Грузии является относительно высоким и неконкурентоспособным. Однако переговоры по этому вопросу, согласно господину Папаяну, продолжаются, и необходимо вести переговоры и найти наилучший вариант. Здесь как будто есть такая смесь оптимизма. Точно. Да. Видно, начались переговоры, и видно, пока эти переговоры обнадеживающие, по крайней мере. Еще не пришли к окончательному решению, но есть обнадеживающий контекст. Это чувствуется. Угу. На ваш взгляд, вот в данном случае вот эта проблема, которая существует, на мой взгляд, все еще существует, должна быть решена без учета интересов третьих стран, поскольку, насколько я понимаю, здесь есть и интересы других стран.
Должно быть в интересах рыночной, скажем так, договоренности, а не политических. Если условно говоря, между Грузией, Арменией и Азербайджаном будут очень низкие тарифы, это хороший вариант, я считаю, что чем ниже будет между нами тарифы, тем лучше. Но другие страны будут, скажем так, на это обращать внимание и говорить, что почему у вас между собой низкие тарифы, а у нас высокие, то это, может, в глаза бросался. Это я все-таки человек не сведущий в этом деле, но я думаю, что тарифы должны соответствовать общим каким-то международным стандартам, если мы хотим, что наш регион, у нас один регион. У нас у армян, грузин, азербайджанцев, это Южный Кавказ, другого региона у нас нет. Соответственно, если мы хотим, чтобы наш регион привлекал интерес третьих стран и других стран, дальних и близких стран, то мы должны предлагать им какие-то такие стандарты, которые не очень в глаза бросаются, вызывающие, не являются для них. Поэтому, конечно, у третьих стран, я не имею в виду политические интересы, а имею в виду именно экономические интересы, могут быть свои интересы, и искать в Грузии, в Азербайджане, в Армении, в регионе в целом какие-то лучшие варианты, лучшие предложения, чтобы через этот наш регион они передвигали, отправляли свои товары. Потому что наш конкурент Россия – это одно государство, можно сказать. И там один тариф и все одно. Поэтому у нас три страны. Если мы не сможем договориться между собой, Россия всегда выиграет у нас. И наоборот. Если у нас будет все, скажем так, между нами будет договоренность настолько устойчивой, что мы будем наших конкурентов как-то больше, лучшие условия предлагать, чем наши конкуренты, то международная торговля, конечно, будет выбирать наш регион, потому что регион становится все более и более мирным, здорово, великолепно, и Россия все больше и больше становится ненадежным, агрессивным, там, против России разные санкции и так далее. И я думаю, что мы должны выиграть, все три страны, мы должны выиграть конкуренцию России. Достаточно примечательное заявление, кстати, вот в свете вот этих ваших слов о конкуренции, сделал премьер-министр Грузии Иракли Кобахидзе. Он считает, что улучшение отношений с Грузией прежде всего выгодно Европейскому Союзу. И в интересы Евросоюза объективно не входит продолжение негативных отношений с Грузией, тем более на фоне имеющихся трудностей Евросоюза, вызванных военными действиями в Украине и потерей очень выгодного российского рынка. Вот самое главное, что бы я хотел сказать. Согласно Кобахидзе, в этих условиях в интересах ЕС найти новые пути на восток, и наиболее эффективный путь в этом направлении проходит через Грузию в страны Центральной Азии и Китай. Когда ЕС этого не делает, мы можем сделать логический вывод. Европейская бюрократия не может действовать суверенно. Другого объяснения у нас просто нет, заявил Кобахидзе. Прокомментируйте. Ну, это легко комментировать, потому что он такие заявления делает в Грузии постоянно. Просто это то, что сейчас сделал заявление, это касается более широкого контекста, чем Грузия, это касается региона, как мы уже отмечали, и дальше региона, за Каспийским морем, и Китай даже упомянул, поэтому вы на это обратили внимание абсолютно справедливо и вовремя. Но такие заявления в Грузии он делает регулярно, ежедневно, можно сказать, он постоянно по телевизору выступает, и мы всегда считаем, что эти заявления фарисейские и, скажем так, несерьезные, потому что он все время продает Грузию отдельно, как будто Европейский Союз, Грузия нужна больше, чем Грузия, Европейский Союз. Он этим, это скажем так, на внутреннее пользование, это такие заявления, чтобы убедить грузинское общество, и особенно их избиратели грузинской мечты, что мы не отказываемся от Европы, хотя они отказываются от Европы. А Европа от нас отказывается, и мы лучший вариант для них. И в этом предложении, которое вы сейчас цитировали, не хватает очень важного компонента, что для Европы не Грузия важна сам по себе, который как будто идет в Европейский Союз, хотя не идет, и делает все как будто идет. А здесь важен и Армения, Азербайджан. Пока у Армении нет заявки на вступление в Европейский Союз, Азербайджан вообще не думает о вступлении в Европейский Союз. Но для Европы эти страны не менее важны. Для вот как раз ценного коридора, для транспортировки электроэнергии, там, энергетические какие-то другие продукты через там, Азербайджан, Грузию, Армению и так далее. То есть он спекулирует только исключительно Грузией, а исключительно Грузия в этом звене ничего не значит. Абсолютно ничего не значит. Это вместе с Азербайджаном, с Арменией мы являемся ценностью. И вместе с Центральной Азией
То есть в том контексте, о котором говорит Кобахидзе, это должно быть центральноазиатские энергоресурсы, азербайджанские энергоресурсы, каспийские в целом, должны через Южный Кавказ двигаться в сторону Турции, Европы, Черного моря. Вот он здесь лукавит как раз. Вот в этом компоненте он лукавит, потому что он все время делает ставку на Грузию. А сам по себе Грузия одна не является ничем, никакой ценности не представляет для Европы, если оно не включено в этой тройке, который называется Южный Кавказ, и в этой тройке Грузия не самое главное. Хотя, конечно, здесь мы не можем определить, какое звено сильнее и слабее. Мы втроем являемся единым каким-то звеном, сильным звеном. Ни одной, каждый из нас вас будет ослабливаться остальные две звенья. Поэтому мне кажется, что он все время говорит о Грузии и не говорит о Южном Кавказе, не говорит о том, что наша сила именно это Грузия, Армения, Азербайджан вместе. Вот этого он не говорит никогда. Он все время только про Грузию говорит. Это уже в глаза бросается, и это нечестно. Посмотрите, я сейчас продолжу цитировать заявление Кобахидзе в интервью, все в том же интервью. Согласно Кобахидзе, недавняя встреча представителей ЕС с 7 странами Азии и Южного Кавказа по вопросам транспортного сообщения через Черное море, на который Грузия не была приглашена, несмотря на то, что является единственной из этих стран, имеющей выход к Черному морю, это абсурдная встреча. Но, тем не менее, господин Кобахидзе с оптимизмом смотрит на перезагрузку отношений с Евросоюзом в будущем году. У меня создается впечатление, что таким образом Кобахидзе делает заявку на прохождение через Грузию маршрута, альтернативного маршрута Трампа. С учетом намека, что ЕС подчиняет свои интересы интересам третьих игроков. У третьих игроков, если имеется в виду США, естественно. Это совсем, да, это другая, скажем, дорога, которая, в самом деле, дорога так называемая Трампа, то есть Зангезурская дорога, о которой много говорилось и которая закрыта со времен развала Советского Союза. Конечно, здесь это хороший выход из сложного положения. Я думаю, что Вашингтонская встреча между Арменией и Азербайджаном, и там тоже не был приглашен Грузия. Это нормально, естественно, потому что это был мирный, скажем так, мирная концепция о примирении двух, к сожалению, для близких, но двух враждующих стран к тому времени, Армения и Азербайджан, которые искали выход из положения, и они уже к тому времени нашли, но Америка еще больше помог нам, и в лице президента Трампа. На этом фоне, конечно, заинтересованность Америки, чтобы Зангезурская дорога была, скажем так, эффективно работал, это совсем другая концепция, чем те дороги, которые проходят через Грузию. И это нормально, это очень нормально, потому что чем больше дорог будут проходить через наш регион, чем больше будут дороги, туннели, мостов надежных и так далее, тем больше у нас будет товаров. Конечно, Зангезурская дорога Трампа, скажем так, это дорога направлена между Азербайджан, Армения, Нахчиван, то есть регион Нахчивана и потом Турция. И это совсем другая концепция, которую мы должны уважать в Грузии и понимать, что это, конечно, какой-то товар от Грузии уйдет, но зато другие товары придут. Мы должны признать, что неделями иногда стоят армянские товары на Ларсе, на Верхнем Ларсе, чтобы они нашли время, чтобы их пропустили в Россию. Это и технические вопросы. Помимо нюансов, о которых мы говорили, к сожалению, которые были там коррупционные нюансы и так далее, в самом деле очень сложно проходить эту дорогу, тем более зимой, иногда днями закрыта Верхний Ларс. То есть Грузия сам по себе одна не пропускноспособная. Очень много товаров перегружаются у нас, и мы не можем пропускать. И мы постоянно строим дороги, тоннели и так далее, чтобы разгрузить эти товарообращения. И на этом фоне Зангезурская дорога, конечно, это один из положительных моментов, чтобы регион стал привлекательным для третьих стран, чтобы здесь продукты, товары будут двигаться быстрее, чем раньше. Мы должны всегда включить секундомер и сообщать миру, что у нас товары все быстрее и быстрее проходят. Поэтому не надо это ревностное отношение к этим вопросам, не надо быть ревнивым маленьким ребенком, чтобы обижаться, если кто-то у кого-то лучше получается. У Грузии с партией никто не сможет заменить эти партии.
Вместо того, чтобы строить третий порт в Анакле и этим стать конкурентоспособным на Кавказе, грузинские власти смотрят ревниво на другие какие-то проекты, которые только могут помочь. Но так как сами не могут построить этот порт по разным причинам, здесь это внутренний контекст, поэтому они более или менее такими намеками разговаривают по поводу других проектов. Я все-таки думаю, я уверен, что пройдут несколько лет, 2-3 года максимум, и мы увидим, что дорога Трампа только усилит привлекательность Южного Кавказа, еще больше товаров будут проезжать через наш регион, как по дорогу Трампа и по другим дорогам, которые будут проходить через Грузию тоже. Но, тем не менее, попытка противопоставить возможности Грузии со стороны Кобахидзе проекту «Маршрут Трампа» очевидны. Вот, и буквально еще одна цитата. Да. Грузия является единственной страной, которая может связать Европу с Центральной Азией. Это достаточно... Абсурд. Да, но это абсурд, громкое абсурд. заявление, это заявка. Да. Ну, это не заявка, это, да, может быть, согласен, мне не нравится, как вы более корректно, скажем так, оцениваете. Это абсурд, потому что Грузия не может быть единственной страной. Так как в регионе 3 государства, и все больше и больше железнодорожные перевозки могут быть это более чистые, более экологические, более быстрые, скажем так, движение товаров. И если железнодорожные перевозки будут усиливаться на территории Южного Кавказа, и как раз дорога Трампа, маршрут Трампа, это один из таких вариантов, помимо, например, на Калаких-Арс, например, тоже через Грузию. Железные дороги, чем больше будет, тем быстрее будут и тем насыщеннее будет товарооборот. Поэтому Грузия не может быть единственной страной, это абсурд. Грузия может быть один из, самом деле, достойных государств среди других. Среди Азербайджана и Армении, Грузия вместе троем. Поэтому он должен прекратить вот такие недальновидные намеки и честно прямо говорить, что наша сила именно региона, именно то, что мы все 3 страны можем синхронно работать между собой. Господин Саакашвили, а что ему мешает это сделать? Ну, это уже внутригрузинские дела ему мешают, потому что они не чувствуют себя легитимной властью. То есть они очень, население не доверяет им. Очень, от этого они стали обманывать того самого Европу, которую мы отметили в начале. Что у нас прописано в Конституции, что Грузия идет, каждая власть должен прилагать все усилия, чтобы двигаться в сторону Европейского Союза и НАТО. И нынешняя власть, тот же самый Кобахидзе в прошлом году, в ноябре, сказал, что Грузия приостанавливает диалог с Европейским Союзом. И от этого мы получили довольно жесткий ответ от Европейского Союза за то, что мы получаемся обманщиками, мы привлекали какие-то инвестиции, как денежные, так и политические, внимание от Европейского Союза, и вдруг мы перестали сотрудничать в этом деле. Почему? Потому что они боятся, что очень быстрое движение в Европейский Союз, они не ожидали, что после вторжения России в Украину другой Европейский Союз нам невероятно быстро откроет двери, как Молдове открыл и для Украины, Молдовы, Украины и Грузии. И они не ожидали, и их планы сохранить власть и побеждать на выборах более долгосрочнее, чем оказаться в составе Европейского Союза. И вдруг это оказалось наоборот. Оказалось, что мы очень быстро можем стать членами Европейского Союза, и они начали тормозить движение Грузии, что вызвало недовольство как внутри государства, так и в международном контексте, потому что не впервые за всю нашу многовековую историю вдруг Европа так открывается и так готова нас принять. И, соответственно, они начали закручивать гайки демократии и устанавливать, усиливать позиции автократии, авторитаризма. Вот проблема в этом. Они отказываются от Европы, и Европа отказывается от нас. Поэтому ваши первые цитаты, как раз Кобахидзе именно этого касался, что как будто мы нужны Европе больше, чем Европа нам. Это сказка. Европа не писал заявку, что они хотят вступить в Грузию. Это мы, Грузия, писали заявку, что мы хотим вступить в Европейский Союз. Поэтому пусть он честно посмотрит, кто здесь действующий лицо. Мы действуем, чтобы нас приняли. Если мы не хотим, нас никто не зовет, никто не тащит, скажем так, за руки, чтобы нас обязательно... Только в России говорят, что нас сила это затаскивать где-то в НАТО и где-то в Европейский Союз. Ничего подобного нет. Они должны потрудиться, и очень много
много условий выполняться. Вот сейчас Армения начала этот процесс, я желаю Армении, в самом деле, скорого, скажем так, быстрого движения, потому что я уверен, что Армения осилит эту дорогу. Мы отказывались от этой дороги. Поэтому, соответственно, Кобахидзе ответственны перед своими избирателями. Они надеялись, они рассчитывали, что грузинская мечта движется в Европу. Оказывается, это блеф, это ложь, это фарисейство. И, соответственно, сейчас вот он постоянно объясняется, почему Европа от нас отказывается, что, оказывается, они там не понимают в Брюсселе, что Грузия для них важнее, чем для нас. Тбилиси важна Брюссель. Это чисто внутренние моменты, но из-за этого вот застопоривается и тормозится уже связь сотрудничества между нами и нашими, самом деле, самыми близкими государствами для Грузии, это Азербайджаном и Арменией. Господин Палата, это наше последнее общение в этом году. Я рад, что у меня есть возможность пожелать вам всех благ, здоровья и плодотворного во всех смыслах 2026 года. И большое спасибо за интервью. Спасибо вам большое. Я очень люблю Армению. Вообще часто бываю в Армении. Я, на самом деле, очень рад, что эти годы стали мирными процессами, что Армения делает невероятно большие шаги. Я знаю, это не популярные, очень болезненные. Поэтому я желаю армянскому народу терпения, в первую очередь терпения, чтобы переосилить все. Не все благополучно может пойти, но вы на правильном пути. Я желаю вам успехов как в 2026 году, так и в дальнейшем. Я уверен, что у нас очень хорошее будущее у всех наших троих стран. Благодарю вас. Մեր հյուրներ, որը մեզ միացել էր տեսակապով Վրաստանի Թբիլիսի մայրաքաղաքից, կոնֆլիկտաբան Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար Պահատ Ասաքարեշվիլին, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսպեսին էին այսօրվա մանրամասները, կհանդիպենք։ Ասել էինք, չէ, դեկտեմբերը նվերաշատ է։ Մինչև դեկտեմբերի 31-ը Fast Bank-ի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր։ Եվ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։ Ողջունում եմ, որ յուրաքանչյուր հայ աշխարհի որ անկյունում էլ լինի եւ հատկապես Հայաստանի Հանրապետությունում երբեք չկորցնի ոգու կորովը։ Հիշենք բանաստեղծի խոսքը, թե ձմռան օրեր, ծախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան, այնպես որ ամեն վատ բան անցնելու է, մենք կորովը չկորցնենք եւ հոգու ամբողջ խորքով, ամբողջ էությամբ հավատանք, որ մեր պետությանը եւ մեր ժողովրդին լավագույն ապագա է սպասվում եւ այդ լավագույն ապագան մեր Աստծուց ու անձամբ մեզանից է կախված։ Հավատանք եւ կատարվի ավելիով, ինչպես ավետարանում է ասված։